լրագրողները հետաքրքիր բաներ են տնում, հարցեր են տալիս, լավ են անում, իրենց իրավունքն է։ Իբր թե Ռուսաստանը քաղաքական հավատարմության պահանջներ է տնում, դե ուղիղ չի տնում Ռուսաստանը այդպիսի պահանջներ, բայց իմաստը իսկապես դա է։ Եվ Փաշինյանի բացատրությունը այն է, ինչ նորություն չէ, ասում է, որ Հայաստանը պիտի այլընտրանքներ ունենա։ Ռուսաստանը ըստ Փաշինյանի ուզում է էքսկլյուզիվ, բացառիկ, չի ուզում կոշտ բառեր օգտագործել հավանաբար, ստրկատիրական կամ ճորտատիրական հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, համարում է, որ վայել չէ իրեն նման բաներ ասել, բայց գոնե падգամավորներից մերկուսը այդ բառապաշարը օգտագործեն, էլի վերջի վերջով։ Եվ բանը, ասում է Հայաստանն էլ բանը այլընտրանքներ պիտի ունենա եւ ռազմավարական հարաբերություններ է ձևավորել եւ ձևավորում այլ խաղացողների հետ նույնպես։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ այլն, նորմալ է։ Հա, եւ իհարկե Փաշինյանը հիշեցնում է Լուկաշենկա կոչեցյալ դիկտատորին, հա, դիկտատորի խոսքերը, թե կուդավի ձենից ես Հայաստանը ում էր պետք։ Արդար բան է ասում, ստեղ թե մենք ձեզ ինչ էինք արել, որ նման բաներ ասացիք, էլի մինչև 22 թիվը ինչից էիք նեղված, եթե սկսել եք նեղվել Եվրամիության դիտորդներին Հայաստան հրավիրելուց, դրանից առաջ եք վնաս տվել Հայաստանին ու ավել պակաս հաճացել, էլի մի խոսքով, ստեղ ես համաձայն եմ հետը։ Իհարկե լի կան համաձայնությունների հետ մեկտեղ տեղ համաձայն եմ։ Այն բաների ինչ է, Կրեմլա հպատակների, պուտինոիդների, Ռուսաստանի ազգային փոքրամասնություններին խնդրում եմ չհուզվել։ Ով հուզվում է Պուտինի հասցեին քննադատությունից, հանցագործի, մարդակեր մարդասպանի հասցեից, մոտակա տեղից բանը ջուրը տաշտն եք լցնում, նստում եք մեջը, խալադելնիկն էլ եթե ունեք սարցարանում սառույց, էդել լցեք մեջը կոկնի անպայման։ Հնարավոր չէ որ չօգնի։ Եթե ջուր չեք ճարել, տեսեք որ նավթապազան է տրակել, գնացեք նավթի մեջ վերընկեք, էլի, հա, ստեղ չհայտնվիք եւ Facebook-յան էջերում անասուն չզառանցեք, էլի օրական 2 անասունի գրգում եմ կոմ, ոնց որ թե վերջ չեն ունենում, էլի։ Կան ազգային փոքրամասնություններից մի քանի հոգի կան Ռուսաստանում ապրող Ռուսաստանյան ազգային փոքրամասնություններից էլի, ցես համեստ պահեք եւ կհատուցվի։ Կմեծանաք կհասկանաք, մինչեւ ուխտը կգա այդպես կչոքի ձեր տրանտեմը կասեք այ մարդիկ բան էին բացատրում, բանի տեղ չէինք տնում։ Հա, հապկը իր պարտականությունները չի կատարել, խաղաղապահները իրենց պարտականությունները չեն կատարել, այս էր Փաշինյանի մեկնաբանությունը եւ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները զարգացնել այլ պետությունների հետ, չխզելով Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերությունները։ Այն օրվա հեռախոսազրույցի հետ կապված երկու ծայրահեղ տեսակետներ ֆրֆրացին բանում, ես այդ մասին խոսել եմ իհարկե էլի, այն մի մասը, որի մտածողությունը այդպես կոֆենարդի շաշկի տոմինոից ենկոմ չի անցել, բա տեսար զանգել էր, խնդրում էր, աղաչում էր, որ բաները հաներ, յանի չէր հասկանում էլի, որ ընդեղից մերժում է գալու կամ հələ մերժումը չի եկել ճիշտն ասած, բայց ընդեղից հակաճառություն է գալու, թե գնացեք հանրակրվեք անեք, որոշեք ԵԱՏՄ-ի հետ եք, թե Եվրամիության հետ եք, հետո նոր կնայենք, էս էր իմաստը էլի դրած Վալոդիկի խոսքի մեջ այն օրվա, ու մի քանի խիստ խայրենասերներ որոշել էին, որ պիտի անպայման տեղի ունեցած լինի Փաշինյանի նվաստացման process այդ հեռախոսազրույցի ընթացքում, յանի չհասկացավ էլի, խելքը չհասավ, ինչի ես էլ զանգում, չգիտես, որ քեզ քֆրտելու է բան է անում, ոնց որ թե Փաշինյանը այդ մոմենտները այդպես միամիտ չէ, էլի, ընդհանրապես միամիտ չէ, հա, լիքը բանկավոր չի կարող անել, ուժը չի պատում կամ խելքը չի հասնում, կան, հա, շատ ենք խոսել այդ մասին, բայց այդքանը հեշտությամբ կարող էր կռահել, էլի, եւ սա իսկապես համարել եմ եւ համարում եմ, որ վերջին շանսն է եղել տրված Վալոդիկին, թե դու մինչև վերջ ես, հա, գազ տալու ես այն Չիչոյի ասածի պես էլի, мы заднюю не дадим, հա, զատնի տնելու ես Վալոդիկ, թե զատնի չես տնելու նայենք, եւ միստեղ էլի շանս կա, իհարկե, բանի հանդիպումն է օգոստոսի 6-7 ԵԱՏՄ միջկառավարական նիստին գնալ չգնալու մասնակցելու եք, թե ոչ հարցնում են լրագրողները Փաշինյանին այսօր, հա, եւ խոսքից այդպես ուղիղ չասած, բայց ինչքան հասկացա գնալու է մասնակցի, երևի թե այդտեղ կլինի մոտավորապես վերջակետը այն իմաստով, թե
բանը կողմնորոշվեք պարոնայք 5 երկիր ԵԱՏՄ, հա Ղրղստան, Բելարուս, Ղազախստան, Հայաստան եւ Ռուսիա։ Կողմնորոշվեք, եթե այս ԵԱՏՄ-ի փաստաթղթերը խախտում եք, մեկը խախտում է այդ փաստաթուղթը, ասենք կարևոր չէ, մեկը, մանավանդ որի տարածքով տրանզիտային բեռնափոխադրումներ են արվում մնացած երկրներ, Բելարուս եւ ենթադրենք Ղազախստան, կամ Ղազախստան, Ղրղստան ասենք թե, որը հակասում է ԵԱՏՄ կանոնակարգերին, տնտեսական միություն է սա, տնտեսական միավորում է, այն հաշվով որ պիտի փոխշահավետ լինի, հիմնտեղ տոկոս-մոկոսներ ֆռում են, գիտեք, բան, չեմ ուզում պատմել, էլի թե Հայաստանը ինչքան տոկոս է ստանում այդ, չգիտեմ, հավաքված հարգուտուրքից, այդ էական չէ։ Էականը այն է, որ եթե բան կա պայմանավորված ու կողմերից մեկը միակողմաներորեն խախտում է, ուրեմն իսկապես էլի այդ Եվրասիական տնտեսական միությունը ձևական է, եթե չասենք քանդվում է։ Եվ այդ նախավերջին շանսն էր Վալոդիկին, թե գիտեք արժանապատիվ կերպով նահանջելու շանս է կոչվում դա։ Ասենք մեր լավ կնիկ երեխա չի քրֆվում, կապրիչ չի արվվում, կամակորություն էլի, հա, քաղաքավարի զանգում են, խնդրում ենք վերանայել ձեր, ասենք վերացնել այդ ձեր սահմանափակումները, ավելի քաղաքավարի ասեմ, պարոն Փաշինյանը մի հատ գառ է դառնում, էլի, բանի հետ զրուցելուց, ինչ է Պուտինի հետ, էլի, բոլորովին են բառապաշարը թույլ չի տալիս իրեն, ինչտեղ թույլ է տալիս Պուտինի մանգլավիկների հասցեին, հա, կզծնելու, MSM անելու, NM անելու, դե Պուտինը, այսօր էլ նորից էլի խեղճացավ միտեղ, ասում է, դե մենք այդ երկիրը չենք, էլի, Իրանի հետ կապված հարց տվեցին, հա, մենք այդ կալիբրը չունենք, բան կարիք չկա դա ասելու, բայց թե ինքը իր կամակոր աղա քեֆ է, էլի, ինչպես ասում են, ժողովուրդը ընտրել է, ժողովուրդը պիտի վայելի, եւ վայելում է կարծես թե, հա, ժողովուրդն էլ հավաքական մեծամասնությունն է, հարգելիներս, մի նեղվեք, էլի, եթե դուք չեք ընտրել, բայց ընտրվել է, դե ժողովրդի ընտրյալն է, էլի, պիտի դիմանաք ճակատագրի հարվածներին եւ շռայլությանը, հա, պերջանքին, ինչպես ասում են։ Այս ԵԱՏՄ-ի օգոստոսի 6-7 միջկառավարական նիստին ահագին բան է խոսվելու, վստահ եմ էլի ռուսերեն է խոսելու, ջարդած ռուսերենով, այնտեղ դե տեքստ տանել, կարդալը մի բան է, այլ բան է, երբ այդ հարց ու պատասխանի լեզվակռվի մեջ էլի պիտի սկսի բառեր որոնել եւ թեպետ կարող էր հայերեն պերճախոս կերպով հակադարձել, այս բան եմ անում էլի 10 օր հետո տեղի ունենալիք իրադարձությունների մասին 10 օր չէ էլի հա 6-7 օր հետո 8 օր հետո պատմում եմ թե ինչ է լինելու այնտեղ էլի կտեսնեք այդպես էլ կլինի էլի շքեղ կլինի օրինակ եթե այս անգամ կնա եւ ամբողջ նիստը հայերեն անցկացնի պաշտոնական մասը որտեղ բաց հրապարակային զրույց է հայերեն եմ խոսում անցած ելույթներս նայել եմ Լիլիթ Մակունց խնդրում եմ աղաչում եմ, ով կանտեղ կողքու բոլորել, չգիտեմ, հա, համոզեք Փաշինյանին հայերեն խոսել այդ բոլոր հարթակներում, մի կերպ համոզեք, լիքը ձև կա դրա համար, ասենք թե, նայել ենք մեր անցած 8 տարիների ելույթները, տավարիշի, господа, уважаемые партнеры, այդքանը ռուսերեն թող ասի, լավ, ասի որ նայել ենք նկատել եմ որ ռուսերեն ես իմ մտքերը լավ չեմ կարողանում դասավորել ինչպես եւ ֆրանսերեն ինչպես եւ անգլերեն ճապոներեն չեմ կարող վրացերեն չեմ խնդրում եմ հակնել ականջակալները ընկերներ որտեղ դուք լսելու եք ինչի անունը ոսկեղենիկ հայոց լեզուն այն չմո չորնաժոպի այն ինչ է անունը խաչիկների լեզուն եք լսելու որոնց մարդ եք դարձրել, մեծացրել եք, մենք դուք չեղնեիք, մենք ով էինք եւ այլն լսելու եք իրենց լեզուն։ Արեք այդ նվերը արեք, էլի, հա, նվերը արեք հայ ժողովրդին, Վալոդիգի հետ խոսեք հայերեն, ինչպես Ճոմարտ Տոկաևը խոսեց ղազախերեն։ Վալոդիգը աչուցախնգած նաուշնիկ ականջակալ էր ման գալիս, որ հակներ լսեր թե այդ մարդը ինչ է ասում, իբրի շատ պետք է էլի Տոկաևը ինչ է ասում, էլի, հա, որ լեզվի տակ չմնար։ Հա, այդ օրը լինելու է ինչ է, առերեսում, օգոստոսի 6-ին, 7-ին լինելու է գեշ առերեսում, այն ինչ որ Փաշինյանը այս բաներին ճեպազրույցին օրեր առաջ խոսել է եւ ասել է, թե չհասկացանք միակողմանի պատժամիջոց է կիրառում այդ ԵԱՏՄ ենք թե ԵԱՏՄ չենք հաջող ախպեր ջան մենք գնում ենք դուք մնում եք ջան ասում եք ջան լսում եք ու Վալոդիկը գիտե որ
թեպետ Հայաստանի բաժնե մասը այդ ԵԱՏՄ-ի կաթսայի մեջ փոքրիկ է 1.2%, 1.3%, լավ 2% ասենք թե Ղրղստանն է 1.6 հա բայց փաստը որ 5 պետություններից մեկը կարող է գնալ տուն ինչպես այն բանի դեպքում հապկի դեպքում էլի չենք մասնակցում հաջող ստեսություն ոչ մուծում ենք ոչ ցեզնից փող ենք ուզում ախպեր դուրս է գալիս փաստացի այդ մաքսային ընդհանուր դաշտից էլի դա քաղաքական ահռելի նշանակություն կունենա այնտեղ չեն ասելու 2%-անոց Հայաստանը դուրս կասեն 5 երկրներից մեկը հեռացավ իսկ դա կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ Ղազախստանն ու Ղրղստանը կարող են ասել ընկեր կարող է մենք ստեղած այցի կնենք էլի հա մենք էլ դուրս կանք կազյոլ է էլի գրափարով ասած եւ դա հասկանում է Վալոդիկը կամ ստիպված է լինելու այդ բառերը օգտագործում եմ այս համատեքստում ներող կլինեք հա զադնի տնել հա հետընթաց քշել էլի հա բայց այս շանսը տրվել է մարդավարի քաղաքավարի զանգել ասել են քո բանը այդ սահմանափակումները վերացրու էլի այ բալամ ինչ սահմանափակումներ են եւ ինչի է հանգեցրել մեկ զմայլանքով կարդում եմ մեր հայրենակիցների մեկնաբանությունները եւ գրառումները թե Հայաստանը այդ պատժամիջոցների պատժամիջոցների չէ Հայաստանը իր բռնած դիրքի պատճառով հայտնվել է տնտեսական կոլապսի մեջ մի այնպիսի ահարկու տեքստեր են գրած բաներ են գրած եղաչակ ես լինում ասում ես այ մարդ կարող է իսկապես խորտակվում ենք խաբար չենք բոլորս ժողովուրդ ջան հայաստանցիները նկատի ունեմ էլի խանութներից ենք օգտվում տո բենզին ենք լցնում ես էլ ամեն բենզին լցնելուց նայում եմ ասում եմ կարող է ինչ որ Ռուսաստանի բենզինի դեֆիցիտը կատեգորիկ ազդի մեզ վրա այն 500 դրամանոցը որ տարել է 520-30 տեղ ես ավելի շատ կապում եմ ակցիզային հարկի ավելացման հետ ինչը արեց այս փառահեղ իշխանությունը հա քան թե Ռուսաստանում բենզինի դեֆիցիտի կամ այն արգելքի հետ որ Ռուսաստանը թույլ չի տալիս բենզին արտահանել այդ երկրից որտեվ ֆակի մեջ է էլի ինչպես ասում են հա նայում եմ ասում եմ այ կարող եք ինչ որ վիճակագրական բան տալ չեմ հեգնում էլի այդ մեր հայրենակիցների կրածները նայում եմ ասում եմ ինչ որ թիվ կա որ տակնայենք հասկանանք էլի ոնց ենք խորտակվում կամ ոնց է գյուղատնտեսությունը կործանվում պրոբլեմ ունենալը կործանում ժողովուրդ ջան այդ նույնն է որ մեկի կալոսը ծագի ու տնով տեղով հարևաններով բարեկամներով սուկ հայտարարեն ասենք սքան այնպես ինչպես հերու տնից տեղից ասենք այդ ավտոն ընկել է ծորը 7 հոգի մեռել է Կալոս է ծագել է այդ վայնասունը որ լսում ենք առավոտնից իրիկուն ինչ որ տարբեր խմբերի կողմից հա այդ բողոքը բավայյուս կործանվեցին բաները մեկ էլ բացում եմ այդ մեր սիրելի հայրենակիցների պրոֆիլները ասում եմ հələ նայեմ էլի մեկ էլ նայում ես մեկը դե իհարկե մեկը որն է հարյուրները Ռոստովից, то չգիտեմ Մոսկվայից, то Ժիտոմիրից, то չգիտեմ որտեղից գրում է Ժիտոմիրը Ուկրաինա է թե բան է այս ընդեղից իրենք լավ գիտեն վիճակը քան թե մենք Նեապոլից այսօր մեկի հետ գրում եմ դուք չեք զգում պարոն Բարսեղյան որ ինձնից թվեր եք ուզում զրույցը գնում է այդ կողմ էլի ասում ժողովուրդ ջան ես իմ զգացումներն ունեմ բայց թե կներեք որոշ կյանքի փորձ կա զգացումներս տնում եմ մի կողմ ասենք ինձ թվում է որ անձրև է գալիս այդ հերիք է որ ելնեմ ասեմ անձրև է գալիս կամ ինձ թվում է որ անձրև է գալու այդ հերիք է որ անձրև կա չէ այդ ոնց որ թե օբյեկտիվ դիտարկման բաներ օբյեկտիվը որն է որ 6-րդ դասարանի երեխան էլ ասի անձրև է գալիս 65 տարեկան մարդն էլ ասի եթե դիմենցիայի եւ ուրիշ բանը ինչ է ալցհեյմերի խնդիրներ չունի էլի հա դուք չեք զգում դուք չեք տեսնում ասում եմ չեմ տեսնում գիտեք ինչի չեմ տեսնում ժողովուրդ Գիլազի կինը ինչպես 800-ից մինչև 1500 է, այնպես 800-ից 1500 դե կամ բացառություններ էլի, հա, չափի, տրամաչափի եւ այլն։ Ծիրանի կինը ելեք նայեք։ Հիմա դուք պատկերացնում եք Հայաստանը չկարողանար իր արտադրած ծիրանը իրացնել։ Հարցը մենակ դրսում իրացնելը չէ, էլի։ Ներսում էլ իրացնել։ Հա։ Ծիրանի կինը ինչ էր դինելու շուկայում։ Տրամաբանություն է, չէ, բան չկա, ստեղ զղկալու էր ցած։ Եթե ծիրանի առաջարկը կրկնապատկվում է, կները պետք է իջնեին, չեմ ասում կրկնակի պետք է իջնեին, բայց պետք է իջնեին, չէ, ջրիկին պետք է դառնար։
Եվ այդպես մնացած գյուղմթերքները Ծգները մի քիչ բարդ է, բայց ծգներն էլ լուծում ունեն, դա սառեցումն է, դա ուրեմն մարինադն է եւ այլն, հա, մի խոսքով։ Հանքային ջուր զակատ արեցինք, շարեցինք, այո, կալոսը ծագել է, բայց դա չի նշանակում, թե ավտոն կլորվել է ծորը, հերիք ողբակ։ Թվեր է հանել ֆակտոր TV-ին, շնորհակալություն սրա համար, բանջարեղեն։ 25 թվականի հունիս-մայիսի նկատմամբ կինը իջել է ուրեմն իմացար 30%-ով։ Բայց ծախվում է, իջել է։ 26 թվի հունիսը մայիսի նկատմամբ 12.5% է իջել։ Հա, 26 թվի հունիսը 25 թվի հունիսի նկատմամբ 1%-ով աճել է կաղամբի գինը։ Պատկերացրեցիք ինչ պատժամիջոցներ են եղել, որ կաղամբը թանկացել է։ Այսինքն իրացումը շատացել է, պահանջարկը մի քիչ քչացել է, էլի։ Բան է, ավելացել է։ Առաջարկը քչացել է։ Ծաղկակաղամբ եւ բրոկոլի իմացար։ Բոլոր թվերը չկարդամ, հա, ուրեմն կները 26 թվի հունիսը 25 թվի հունիսի նկատմամբ 7%-ով իջել է։ 23%-ով աճել է խառը կանաչին, ուրեմն կանաչը սոխը 23%-ով գինը աճել է, պահանջարկը մեծացել է, ժողովուրդ։ Հա, իդեպ այսօր լուր կարդացինք, որ կարծես թե կես տարով Ռուսաստանի արտադրության տոմատի մածի կներ, եթե չեմ սխալվում, թե լոլիկային ինչ որ արտադրանք էր, բան է անում, արգելում է ներկրումը Հայաստան։ Գնեք հայկականը, հարգելի բարեկամներ, ես բոլորից էլ գնել եմ, փորձել եմ, ստուգել եմ, էլի։ Այս վերջերս ճիշտն ասած, այս մի ամիս ու կես եղավ կամ բաներ իհարկե որ ռուսական արտադրանքը հավանել եմ, գնել եմ, բայց արդեն թարգեցի, էլի ճիշտն ասած, կոչ եմ անում, կոչ չեմ անում, ինչպես ուզում եք ընդունեք, էլի, հա, եթե հայկական փոխարինողը կա, ճիգարով անցեք հայկական ապրանքների սպառմանը, լուրջ եմ ասում, հա, եւ բարի կլինի, եւ օրհնյալ կլինեք դուք, լոլիկի պահանջարկը ժողովուրդ, կինը ներողություն, այս տարվա հունիսի կինը, անցած տարվա հունիսի կնի վրա 20% աճել է, դուք պատկերացնում եք, հա, այսինքն Ռուսաստանը լոլիկ չի ներկրում, ենթադրվում է, որ Հայաստանում լոլիկի ավելցուկ է առաջանում, ենթադրվում է, չէ՞, կամ մեր լոլիկ արտադրողները կամ արտահանողները այլ շուկաներ են ճարել, հələ մի բան էլ շատ են արտահանում, շուկայում թողնում են քիչ ստեղած, քան թե անցած տարի են թողել, դրա համար գինը ելել է 20%-ով, թիվ է, էլի, միջին գինն է բերած իհարկե, էլի, հա, կանաչ լոբին 45%-ով գինը աճել է, աճածները, սունգը 9% գինն աճել է, հունիս ամիսը անցած տարվա հունիսի վրա, կարող եք չհավատալ, այդ իմ զրուցակիցը Նեապոլ էր գրած պրոֆիլի մեջ, հայորդի էր, հա, ասում է, այս թվերը ոնց եք լուրջ, ախպեր ասում եմ չեմ ընդունում, լավ, գցենք զիբլի աման այս թվերը, իմ դիտարկումներն էլ չեմ լուրջ ընդունում, ասենք շուկայում տեսել եմ, չեմ հավատացել աչքերիս, որ թանկացել է, Համի ասեք դուք ոնց եք համարում, որ հայկական գյուղատնտեսությունը խորտակվել է Վալոդիգի, Պացան Վալոդի այս այլանդակությունների պատճառով, չի կարողանում բացատրել, զգացողություն է, զանգել ողբացել են, կամ էլ ամենապարզ բացատրությունը, պրոպագանդայի ալիքներ ու բաներ են լսում դիտում այս մարդիկ, որ խորտակվում ենք, հա, ես չտեսա այդ ֆերմերների ցույցերը, այս ապրանքներից ինչ կա ստեղ, որ շատ է էժանացել ծերնդու չէ ծախելը, եկել են բեռնատարները թափում են կառավարական շենքի դիմաց, ինչպես Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում կատ արտադրողները, չգիտեմ ինչ արտադրողները, տանում բացում են այդ ծորակները եւ կատնատարներից թափում են այդ եղած չեղածը մայթերի վրա։ Այդ ոնց որ թե չտեսանք նման բաներ։ Նույնիսկ անցած տարիներից ես հիշում եմ վարուն արտադրողները տեսել էին, որ շուկան գեր հագեցած է կամ գեշ հագեցած է, էլի, հա, եւ որոշել էին չծախել, որտեղ շուկա հասցնելը դժվար է։ Մի ամիս առաջ էլ տեսանք բաներում, հա, ջերմոցներում մարդիկ ասում էին ձեռնտու չէ քանդել տանել, ինչ է քաղել տանել հասցնել շուկա, որտեղ ծախսը չի ծածկում։ Այդ դեպքում ինչ եք անում։ Մնում է թափեք, կոչ էին անում, ասում էին մարդիկ եկեք, այս գինը տվեք, տարեք, եթե ուզում եք, էլի, հա։ Որն է, որ ուրեմն գինը էժանացել է, այսինքն ապրանքը շատացել է։ Ասացի ծաղկակաղամբը 3%-ով թանկացել է, բան էժանացել է սմբուկը,
5-6%-ով գազարը, սխտորը 15%-ով ուրեմն էժանացել, այսինքն շուկայում սխտորը կամ ավելացել է, կամ պահանջարկն է ուրեմն կրճատվել։ Այդպես է ստացվում։ Երկուսի գործոններն էլ կարող են լինել, կարող են ինչ-որ համադրություն լինել։ Կարտոֆիլը 6%-ով էժանացել է միջին հաշվով։ Ժողովուրդ, ձեր խանութների օրինակները չպատմեք ինձ։ Ահա այսպիսի ողբերգություն, ինչպես ասում են, Վալոդիկի կերած փողկերի հետ կապված։ Ահա այսպես։ Ուրեմն լրագրողները հարցնում են նաև բանի մասին։ Երկաթուղու նորոգման ախորիկի եւ Փաշինյանը բանը ետ քնել արբիտրաժ, ընդհանրապես արբիտրաժի հարց չկա եւ բացադրում է համաձայն եմ հետա։ Այսօր մեր համաձայնությունները ոնց որ թե շատ էին, իհարկե անհամաձայնությունները էլի նույն թեմաներին է իրավական, դատաիրավական բարեփոխումներ, էլի մի լիք կպաներ, վատ կառավարում եւ այլն, ասում է արբիտրաժ պիտի դիմի այն կողմ, ով դժգոհ է մնում։ Մի Հայաստանն ունի երկաթուղու կառավարման 30 տարվա պայմանագիր եւ այդ երկաթգիծը Հայաստանի սեփականությունն է։ Հա, վարձավճար կանձել մանձել չկա նման բան եւ բանը Հայաստանը պիտի սարքի այդ երկաթգիծը, ռուսական կողմը կանի, չէ, Հայաստանը կառավարությունը մրցույթ է հայտարարել 3 առաջ օրվա հաղորդման մեջ ես դա բացատրեցի, լրագրողը հարցնում է իսկ ինչ հիմքերով, ասում է հիմքերը կառավարության որոշման մեջ կա, գնացեք նայեք էլի, հա, մի խոսքով, մոտավորապես սա էր ասվում։ Հա, բարեգործության մասին խոսք եղավ, որ ուժեղ Հայաստանը բարեգործություն է անում, օլիգարխիկ բարեգործություն, մեկնաբանեց, չեմ ուզում այդքանը պատմել, Արարատ ցեմենտի գործարանի մասին խոսք եղավ, թալանի մասին խոսք եղավ, հետցում բացահայտումներն ավելանում են, բայց ոչ մի զրույց չկա այն մասին, որ սակագին հաստատող հանձնաժողովների նախկին անդամները ուրեմն կասկածյալ են, թենչեք այդ տեսակ կները հաստատել, չեն հասկանում կառավարությունում, դատախազությունում չեն հասկանում, թե հասկանում են վարչապետից հրահանգ չկա, գտեք հանեք Էլցանցի սակագները հաստատող հանձնաժողովի բոլոր նախկին անդամներին։ Ինչ եք հաստատել այդ սակագները, եթե ուռճացված ինքնարժեք է եղել մեջը դրած։ Արդար հարց է էլի սա։ Հա, իշխանությունը իբր թե չի նկատում էլի այդ խնդրեմը։ Հա, եւ խոսում է մի հետաքրքիր դեպքի մասին, իր խորհրդականը, հա, ով էր այնտեղ։ Մի վարքյան, հիմա Լիպարիտ Տրմեյան, հա։ Բանը, որ անցած տարի պաշտոնաթող է եղել եւ ուրեմն տեղ էր գտել միասնության թևեր քաղաքական ուժի ցուցակում պարոն Փաշինյանն ասում է, որ տրոյական ձիու հետ են գործ ունեցել Էլցանցի եւ Հայաստանի կառավարության այդ կոնֆլիկտի շրջանակներում արբիտրաժի մասին զրույցները, ասում է մենք արբիտրաժում չենք պարտվել, բայց ասում էր թե պարտվել ենք, էլի։ Հա, ասում է կառավարության կամ Հայաստանի Հանրապետության դեմ է գործել այս մարդը, երիտասարդը Լիպարիտ Տրմեյան, հա, եւ ավելի ուշ արդեն լուր եղավ այն մասին, որ դատախազությունը սկսել է նյութեր նախապատրաստել, որտեղ այսօրվա ճեպազրույցի ընթացքում պարոն Փաշինյանը հայտարարեց, թե հենց հիմա ես հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, հա, իբր թե Լիպարիտ Տրմեյանը աշխատելով կառավարությունում ծառայել է մասնավոր ընկերության, այս էր իր պնդումը, էլի, հա, գլխավոր թեման, գլխավոր հարցը, որը տրվեց հարցերից մեկը, որը տրվեց այդ ճեպազրույցի ժամանակ, վերաբերվում էր բանակային մահերին եւ պարոն Փաշինյանը կարծրացած 3 պատճառ բերեց բանակային մահերի հետ կապված, հա, ինչու եմ ասում կարծրացած, որովհետեւ բուն պատճառները հնուց ի վեր հայտնի են ընդհանուր առմամբ, իհարկե տարբեր դասակարգումներով, տարբեր խմբավորումներով, ինքը 3 խմբի դասակարգեց, ինչու է դա լինում, ասում է խաղադրույքներ են կատարում, զինծառայողները պարտքերի տակ են ընկնում, պարտքը չեն փակում, դրանից կոնֆլիկտներ են առաջանում եւ կարող է ինքնասպանությունը դա չասած, բայց շարունակությունը այս էր էլի, որ ինքնասպանությունը համարում են այդ ամենից փախուստ։ Երկրորդը
ընտանեկան կամ անձնական խնդիրներ կյանքում ինչ-ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում, խոսել ենք այս մասին եւ նոր բան չէ սա։ Եվ երրորդը մարտական դիրքում քնելը վատ կատարել պարտականությունները իր նկատմամբ զինվորինը քնած մարտական դիրքում քնած զինվորի նկատմամբ ուրեմն մյուս զինվորները քրեական ենթամշակույթով կամ կոշտ ճնշում, հա, ինչպես ինքը օգտագործեց, ճնշում են բանեցնում, զինվորը չի դիմանում, հա, կամ նույնիսկ ես իմ կարող է դա բանի սպանություն լինի, ոչ թե ինքնասպանություն։ Իհարկե այստեղ բանը թերի է այդ միջանձնային կամ զինվորականների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների խնդրահարույց լինելը չի խոսում այդ մասին։ Ասենք առանց մարտական դիրքում քնելու, այստեղ իհարկե Փաշինյանը ինչ որ մեղ կամ հանցանք կամ զանցանք է վերագրում ըստ էության մահացած հնարավոր ուրեմն մահացած զինվորներին, ինքնասպան եղած կամ սպանված զինվորներին, թե ինքը երևի չի նկատում, էլի մեջը շատ անտուր ենթատեքստ կա, որ քնել է եղել է այդպես, էլի, սա անընդունելի է, գուցե այդ դիտավորությունը չի ունեցել, բայց այդպես ընկալվում է։ Բայց ոչ կանոնադրական հարաբերությունների մասով լիքը խնդիրներ կան, հա, այդ որ այս արային փոխարեն, կնային արային փոխարեն, հերթապահությունը դու պիտի անես, աման լվալը չկա հիմա վերացել է, բայց ինչ գործեր դու պիտի անես իմ փոխարեն եւ այլն ճնշում, հա, ձեդուշկեկի անցած անգամ ես պատմեցի էլի ահագին հանգամանորեն։ Եվ ամենակրխավորը, որ հա ինքը ասում է, որ 85-90% այդ մահվան դեպքերի այս 3 պատճառներից մեկն ու մեկով է, էլի պայմանավորված։ Ասում է մեղքը իմն է, բանակի վրա մեղքը մի գցեք, բանը ինչն է ստեղ թերի այս ամբողջի հետ կապված։ Ինչպես եւ պարոն Օհանյանը ժամանակին նույն բաներն էր պատմում պարոն Օհանյանը։ Մի քիչ ուրիշ էլի խաղադրույքներ են ժամանակ այդպես չկային շատ զարգացած։ Հա, ասում էր հասարակության դրսի բարքերը բերում են բանակ, այսինքն ինչ երեխա մեծացրել եք, նրանք էլ գալիս են բանակ, ռազմորքեք ծեծուչարդ, քյուֆուր քյաֆար, ինքնասպանություն կախվել, երակները կտրել, ինչ է անունը, զենք հրազեն օգտագործել եւ այլն։ Հա, բայց ոնց որ թե երկու դեպքում էլ մոռացվում է հետեւյալ հանգամանքը, որ բանակը բաց հասարակություն չէ, բանակը քաղաքացիական կյանք չէ, բանակը փակ ռեժիմ է, զորամասը փակ ռեժիմ, իսկ սա նշանակում է, որ հիերարխիկ կառավարման ստրուկտուրա կա ու իշխանության պետության ձեռքն է այս դեպքում վերահսկողական մեխանիզմներով կառավարել, որպեսզի տեղի չունենա այն, ինչ տեղի է ունենում։ Այո, եթե փողոցներում կան քրեական կատկերած մեծացած 3% ջահելություն, ու այն մնացած 97%-ի հետ նրանք գնում են բանակ եւ բանակում այս քաղաքացիական միջավայրն է տիրում, հա, բնականաբար պետք է իրար ծեծեն խփեն, բայց այնտեղ դուք կառավարման շատ ավելի մեծ լծակներ ունեք, չէ՞, հիերարխիկ լծակներ կան ստեղ։ Չեն կարող պարզապես հավաքվել մի շենքի անկյունում ուռել, հա, հետո իրար ծեծել, ռեպլիկ թողնել, քրֆել եւ այլն։ Գումարած իհարկե վերահսկողությունը հոգեբանները այսքոմ վերադաս հրամանատարները մինչև զորամասի պետ հələ մի հատ բացեք վիճակագրությունը նայեք մեռանք ասելով բացեք նայեք սպանության դեպքերից հետո ջոկատի ջոկի հրամանատար տասակի կումարդակի եսիմ զորամասի հա հրամանատար չգիտեմ այնտեղ ուրիշ ինչ պատասխանատվության են ենթարկվել են արդյոք իդեալական դեպքում ասենք այն ամենաներքևից էլի հա անմիջական սերժանտը կարող է դատված լինել հա կամ այն ավելի վերևներից վերցրած տարած լինեն ուրիշ զորամաս տեղափոխած լինեն ցենը տակը քարը վրեն այդ ոնց եղավ որ երկու զինվոր իրար մորթում են հատկապես այդ երկուսն են մեղավոր սա բավարար չէ այս բացատրությունը ինձ եւ լիքը մարդու չի գոհացնում հասկացանք դրսի բարգերը հա բայց դա ծեր ներսի գրասենյակն է բան արեք կառավարեք էլի հա կես տարում 8 մահվան դեպք վարորդական իրավունքի մասով էլի փոքրիկ մանիպուլյացիա փորձեցին անել, բայց չստացվեց հարցն այն է, որ այս անգամ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված արցախցիներն էին բողոքի հավաքվել կամ պահանջով էին հավաքվել, նրանք ովքեր կորցրել էին իրենց վարորդական վկայականները
եւ եկել էին կառավարական տանտեմը, սա ասում է, որ ուրիշ խնդիր է, սա մեր խոստացածը չէ, իսկապես հարգելի հայրենակիցներ, եթե կան ապացույցներ, հնարավոր է ապացուցել վարորդական իրավունքը վերականգնել, վերականգնվելու է։ Օրինակ դատարանով կարելի է դա վերականգնել, եթե օրինակ այսինչ մարդու գործատուն Արցախում այդ մարդուն գործ է տվել վարորդի աշխատանք եւ դա կարելի է վկայությամբ ապացուցել դատարանը վարորդական իրավունքը կարող է դա process է կարող է մի ամիս տևել կարող է կես տարի տևել էլի մյուս ճանապարհը քննություն հանձնելն է եթե կան ապացույցներ ավտոմատ պետք է վերականգնվի իմ կարծիքով այդ իրավունքը եթե չկան պետք է քննություն լինի ուրիշ ինչ դու ցանկացած մարդ կգա կասի ես այնտեղ ավտո եմ քշել կներեք չեմ մեղադրում ոչ մեկին տվեք ինձ այդ վարորդական վկայականը եւ դառնա պոտենցիալ մարդասպան Արարատ ցեմենտը աշխատում է արդեն ժամանակավոր կառավարիչ կլինի էս է խոսվել 9 տարի պետական ինստիտուտներ են ձևավորվել այս գործերը սկսվել են 2 տարի առաջ Փաշինյանն է պատմում ապօրինի գույքի վերադարձի Սահմանադրական դատարանի որոշում է եղել, իրավական պրակտիկա է զարգացվել, բարդ է, դժվար է կառավարության գործը, ինչպես գիտեք, էլի, հա, այս հնարավոր չէ 9 տարում գլուխ բերել այս ամբողջը։ Գուցե ավելի դանդաղ է եղել, ընդունում եմ, ինքը ընդունում է այդ հատվածները, հա, չի հակաճառում, հա, քան պետք է լիներ։ Ահա այսպես գերիների հետ կապված նույն բանն է ասում է, որ կոնֆիդենցիալ ռեժիմով անել ավելի ճիշտ է, քան թե նստել րոպեն մեկ պատմել ինչ ենք բանակցել Հա, այս էլ իր բարդություններ ունի, մարդիկ ասում են չենք հավատում, էլի, նման բան կա։ Հա, գույքի կառավարման հետ կապված, սա ամենահին հարցերից է 18 թվականից, եթե ապօրինի գույք արգրավվում է կամ արգրավման փուլում է, հայցի ապահովման միջոց է ձևակերպված, լրագրողներից մեկը օրինակները բերում արտերկրից, թե ինչպես բան, ասում է ուսումնասիրում ենք, հա, դեռ ուսումնասիրում են, էլի, հա որ այդ գույքի միջի աշխատակազմը կեցածթեղը գործազուրկ չդառնա, ասենք կազինոյի նման, եթե լիցենզիան ետ է վերցվել, այնտեղ կառավարիչ փոխելով հարցը չի լուծվում։ Կազինոյում չեք կարող էլի մեկ ուրիշ գործունեություն ծավալել, մինչև շենքը փոխես հարմարեցնես, ասենք ես իմ հյուրանոց դարձնես կամ մեկ ուրիշ բան բարթանալու է, հա։ Ահա պարոն Փաշինյանի զրույցներից այսօրվա, հա, էլ ինչ կար Իրանի հետ կապված ասաց, որ մենք բան ենք էլի, այդպես հզոր պետություն չենք էլի, հա։ Բան արեց Ալեն Սիմոնյանը 3 վարչության նիստին չէր մասնակցում, լրագրողներից մեկը ասաց, երևում է, որ դուք Պուտինի մուրը Լուկաշենկայից եք հանում, դա իսկապես երևում է եւ վատ հնարք չէ քաղաքականության մեջ, էլի կուժ ասում եմ, կուլա դուլսի, մոտարապես էս հնարքն է, տեսնենք այս օգոստոսի 6-ին 7-ին ինչ է լինելու այդ յատմա ռազմորքի ժամանակ, հա, հաշվեհարդարի ժամանակ, հա, էլ ինչ կար, մի վարքան, հա, Աննա Հակոբյանի հասցեին հնչած սպառնալիքների մասին տեղյակ եք, տեղյակ եմ, թե ինչ սպառնալիքներ են, չխոսվեց այդ մասին, լավ, սա էր ըստ երևույթին, ուրիշ բան կարծես թե բաց չթողեցի, հա, ժամանակավոր կառավարիչ կամ պետության կողմից նշանակված կառավարիչը բանը աշխատել է, ինչպես ասացի, հա, 18-21 թվականներին Արագածոտնի մարզպետ, զինապարտ է, սպա է, լեյտենանտ է, քաղաքացիական պայմանագրից բնականաբար, ՍՊ-ի հիմնադիր է եղել, շուկայաբանության մասնագետ է, Արզե բիզնես ՍՊ շուկայի ուսումնասիրության մասնագետ եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում է եղել 18 թվականին հեղափոխությունից հետո մի քանի անգամ հեռախոսային զրույցներ են ունեցել։ Հիմա պիտի կառավարի ցեմենտի գործարանը մինչև տեսնենք ինչ է լինելու այդ գործարանի ճակատագիրը, հա։